Բարեկամներ անցյալ ամիս Նյու Յորքի և Նյու Ջերսիի հայ երիտասարդների Pan-Armenian Youth Alliance կազմակերպության ջանքերով տեղի ունեցավ համերգ՝ ի նպաստ սյուրիահայ մեր քույրերին և եղբայրներին։ Այժմ ձեզ հրավիրում եմ դիտելու մեր պատրաստած ակնարկը այդ մասին։ Այս օրերին ամբողջ աշխարհի հայության հայացքը ուղղված է սիրիահայությանը, նրա տագնապալի վիճակին, նրա կենսական կարիքներին, կյանքի և մահվան շեմին կանգնած մեր քույրերին և եղբայրներին, որոնց համար մեր նույնիսկ ամենաչնչին օգնությունը արժեք ունի։ Այս գիտակցությունն էր մղել նյույորքահայ երիտասարդներին ղեկավարությամբ Ջակ Հակոբյանի կազմակերպել համերգ ի նպաստ սյուրիահայության կարիքներին։ Երիտասարդների այս նախաձեռնությունը քաջալերվեց Նյու Յորք Նյու Ջերսի մետրոպոլիտեն շրջանի գրեթե բոլոր միությունների և կազմակերպությունների կողմից ու վայելեց հովանավորությունը առաջնորդ սրբազան հայրերի և էջմիածնական և կիլիկյո թեմերի։ Իսկ համերգին մասնակից բոլոր արտիստները եկան ելույթ ունենալու որպես նվիրատվություն։ Նրանց միացան նաև տեղի պարախմբերը։ Երիտասարդները իրենց այս նախաձեռնության մեջ աջակցություն ունեցան նաև Նյու Ջերսիի հայկական ռադիոժամից մեր, այսինքն Սփյուռքի ձայն հեռուստահանդեսի և Հայ կյանք շաբաթաթերթի կողմից, որի գլխավոր խմբագիր Ափո Ջափարյանը ժամանել էր Կալիֆոռնիայից և նրա հանդիսավարությամբ էլ ընթացավ համերգը։ Նյու Ջերսիի Սուրբ Խաչ եկեղեցվո հոգևոր հովիվ Տեր Վազգեն Ծայրագույն վարդապետ Քարայանի բացման խոսքով և աղոթքով սկսվեց համերգը, որին հաջորդեց Միացյալ Նահանգների և Հայաստանի քայլերքերը երգեցողությամբ Անտուանետ Քասասի և Ալին Գորիգանի։ Շատ ոգևորիչ է տեսնել Pan-Armenian Youth Alliance կազմակերպության հովանին դա կորձող խումբը գիտակից ամերիկահայ երիտասարդներ, որոնք դեսլագանը և նախաձեռնության ոգին ունեցան համախմբվելու և իրենց հետ համախմբելու շրջանից ամբողջ հայությունը իր գազագերբություններով և ուսումնագրոնական հաստատություններով, որպեսզի բոլորս մեկ ցերկի դված օգնության ցերկ մեկնենք սուրիահայության։ Համերգի առաջին երաժիշտը ջութակահար Դիանա Վասիլյանն էր։ Համերգին մասնակցում էր նաև համազգային նայիրի պարախումբը ղեկավարությամբ Թովմաս Հարությունյանի։ Մեկը մյուսին հաջորդում էին պարախմբերը և անհատ կատարողները, երգչուհի Ալին Գորիգան, հայկական ժողովրդական երգերով հանդես եկավ Կարո Կոմիտասը։ Համերգին մասնակցում էր նաև Հայ բարեգործական ընդհանուր միության Անդրանիկ պարախումբը։ Համերգին մասնակցում էր նաև Նշան Ջաղացպանյանը։ Այսօր մեր սփյուռքահայ, սիրիահայ, եղբայրների և քույրերի հայացքը ուղղված է մեզ։ Այսօր մենք նրանց վերքին սպեղանի դնողն ենք։ Այսօր մենք նրանց ցավը տանողն ենք և նրանց հույսն ենք։ Այսօր ժամանակն է մեկ անգամ ևս աշխարհին ցույց տալու մեր միասնականությունը, մեր անկոտրում կյանքը և ինչպես մեծն բարույր սևակը կասեր, ցույց տալու թե ով է հայը, ով ենք մենք, ով եք դուք։ Համերգի երկրորդ բաժինը սկսվեց լրագրող մեր համայնքի հարգված մտավորական Կարպիս Կազանջյանի ելույթով, համառոտ ներկայացնող սյուրիահայ համայնքի պատմությունը իր կազմավորման օրերից մինչև այսօր։ Սյուրիահայ մեր եղբայրներուն և քույրերուն կհայտնենք ունենալ գորով և վստահություն սուրիացի ժողովրդին վրա, մանավանդ երբ սովորաբար կգրկնեն գսեն արաբերենով հայերեն թարգմանելի առաջ, որ սուրիացիները հաճախ գսեն ասիկա ամեն անգամ ալֆ ալբի վլա գալբի 1000 անգամ ինար սակայն
ոչ մեկ բարդություն։ Համերգի մյուս մասնակիցներից էր երգչուհի Թերեզա Հակոբյանը։ Սուրիահայությանը նվիրված իր երգով հանդես եկավ նաև Ջակ Հակոբյանը։ Համերգին մասնակցում էր նաև Կալիֆոռնիայից այս արդիվ ժամանակ ճանաչված երգիչ Էդուարդո Դիամանտեն։ Համերգը իր ոգևորության գագաթին հասցրեց Աղթամար պարախմբի հայկական դրոշով պարը, որը այս պարախմբի դեմքն է, ազգային զարթոնք ներկայացնող։ Սուրիահայությանը նվիրված համերգը ավարտվեց բոլոր մասնակիցների միասնական երգով և սրբազան հայր գերաշնորհ Անուշավան եպիսկոպոս Դանիելյանի փակման խոսքով ու աղոթքով։ Սիրիահայությանը ի նպաստ այս համերգը ծառայեց իր նպատակին։ Ամբողջ գումարը 30,000-ից ավելի փոխանցվեց հայոց առաջնորդարանին Հալեբ հասցնելու համար։ Սուրիահայության ծով կարիքների դիմաց գուցե այս գումարը այնքան էլ մեծ չէ, սակայն կարևոր է, եւ կարևոր է, որ մեր ժողովուրդը անտարբեր չմնաց, եկավ իր ներկայությամբ քաջալերելու երիտասարդների այս ազնիվ նախաձեռնությունը։ Այսօրվա երեգույթի յուրահատկությունը այն էր, որ երիտասարդ ամերիկահայեր, որոնք այստեղ ծնած են, չեն եկած միջնարևի, մեծ մասը ամերիկացին հայեր են, որոնց մեջը հայկական գիտակցությունը բավական ուժեղ է, եւ այդ գիտակցությունն մեկնելով իրենք այս երեգույթը կազմակերպեցին որպես զորակցություն 16,000 մղոն հերավորության գտնվող իրենց եղբայրներուն, արունակիցներուն, որոնք կպայքարին, քոյաբայքար կմղեն Սուրիո, Հալեբ, Դամասկոս, Քամիշլի եւ այլ հայ բնակ քաղաքներու մեջ։ Մենք այսօր վերք ունենք եւ որ մեգում մադը ցավին է, բոլոր մարմինից կցավի, նմանապես հիմա հայերը, որ Հալեբի մեջ, որ իմ ծնանթավայրս է եւ ես հոնձներ եմ, կցավի գոր։ So ad վերքը բոլոր հայերուն կցավցնե։ Եվ մենք հոս New Jersey, New York, մեր բարդականությունը, որ տրամահավաքն ենք եւ մեր հալեբահայության հասնենք։ We did it. After 6 months of working with 15 of my good friends, we did it. We got here. Today is April 6th. We started working September 1st. So now it's April 6th, 6 months later. I don't know how it's done, but we got it done. With just us, nobody else. We didn't hire anybody because we wanted to save as much money as we can. We didn't hire a sound guy, we didn't hire a light guy, we didn't hire a crew to do anything. We did everything ourselves so we could send as much money as we can to Syria. And we did it, and I'm proud of all my friends, I'm proud of myself, and I'm proud of our kahut.